Սարեր, քարեր, հայ, հող, հայ, փոշի, դու իմն ես, ես քոնը, դու իմ մեջ, ես քո, հայ, օդ, հայ, կամին, հայ, ջուր, հայ, կաթի, դու իմն ես, ես քոնը, դու իմ մեջ, ես քո, ու դղրդում է հողը ոտքիս տակ, ու պատրաստվում են քարերը մարտի, ծառուտ ու պուղել են մեջքները շիտակ, գետի կաթիլը հանգիստ է հանդարտ, նա գիտի կամքը հայի ու սարի, նա գիտի ուժը քարի ու հայի, Գիտակից սերը հայի ու հայի, հայը, հայը, հայ ծուղ, հայ լույս ու արև, դու իմն ես, ես քոնը, դու իմ մեջ, ես քո, դու ինձ հետ, ես քո,
պատրաստ է եղել շշալցից հետո հենց այս առաջին շիշը պարոն Սաֆարյանի հետ մեկտեղ բարձրացել է Արարատ նռան գագաթ եւ իր երկու երազանքները մեկտեղվել են միանգամից։ Վաճառքի է գնում այսպիսի գեղեցիկ տուփով, որտեղ պատկերված է Գրիգոր Նարեկացին եւ իր կյանքի ողջ պատմությունը։ Գրիգոր Նարեկացին բացի սուրբ լինելուց եղել է նաև բարձ հասարակ մարդ, եղել է հովիվ եւ մի օր իր գաղները որոշում են, որ պետք է հատեն այս հարուստ մարդու սահմանը։ Այս մարդը բարկանալով ընկնում է Գրիգոր Նարեկացու ետևից։ Նարեկացին այդ պահին իմանալով իր գլխի գալիքը, իր այս ձեռքի փայտը խրում է հողի մեջ։ Այդ պահին ինքը երկինք է համբարձվում եւ իր փայտի փոխարեն աճում է մի մեծ գիհի ծառ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ավելի քան գինի մեր հայ ժողովրդի համար։ Կարմիր չոր կոլեկցիոն գինին լավագույն արենի սորտից հնացվում է կաղնուտակարներում նվազագույնը 12 ամիս եւ 6 ամիս շշերում, անցներով իր հետհանգստյան խախտած վիճակում։ Մեր բոլոր շշերը հսկողության տակ են եւ եթե կարիքը լինում է, խցանները փոխում են իրից օտարիներ։ Հատկությամբ գլխավոր գինեգործի օգնությամբ խցանները հանգում եւ փոխարինվում են մեկ այլ խցանով, իսկ բոլոր խցանները ոչ։ Բոլոր խցանները մեկ շիշը արժի 93,000 դրամ։